Կապանի այս տունը, որտեղ ծնվել, ապրել և ստեղծագործել է Հրանտ Դանիելյանը, վերածվել է թանգարանի։ Գեղանկարչի տուն-թանգարանի և հուշաքարի հանդիսավոր բացմանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովի պատգամավորներ, արվեստագետներ, Հրանտ Դանիելյանի արվեստի սիրահարները։ Որպեսզի այն հազարավոր մարդիկ, որ եղել են այս արվեստանոցում, գան եւ նրանց համար օտար բան չլինի այդ նույն արվեստանոցը, որտեղ նրանք եկել եւ Հրանտ Դանիելյանի հետ շփվել են։ Այստեղ նաեւ այն առարկաներն են կենցաղային, որոնք նա պատկերել է իր ազգային ավանդական կենցաղային նացյունորդների մեջ, կրկին ցուցադրել ենք, որպեսզի մարդիկ նաեւ կտավներին տեսնելով տեսնեն, թե առարկաները իրականում ինչպիսի տեսք ունեն։ Ամեն ինչ նույնությամբ ու դանիելյանական շնչով։ Գեղանկարչի որդիներն ընդգծել են հոր արվեստագետին բնորոշ համեստությունը, ասում են թանգարանը պատրաստ է ընդունել ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի հյուրերին։ Հնարավորինս թողել ենք այն կտավները ցուցադրի, որոնք նա է ժամանակին կախել եւ իր կողմից ամենասիրված եւ ամենահաճախ դրանց մասին խոսացող կտավները դա իր նացյունորդներն են, հայկական ազգային Սյունիքի կենցաղային առարկաներով, ժենգալով հաց, եղև կարակ, այդ ամենի եղև շոր, այդ ամեն ինչը փորձել ենք պահպանենք, որպեսզի կրկնում եմ այցելուները հիշելով, որ այսպիսին է եղել այս թանգարանը, արվեստանոցը, հիշողությունները իրաց մեջ պահպանվի։ Հրանտ Դանիելյանի որդիների արվեստի նկատմամբ սերը եւս այստեղից է սկսվել։ Ուրախ են, որ տուն-թանգարանում ապրող իրենց վառ հուշերը հնարավորություն ունեն պատմելու արվեստասերներին, հատկապես նոր սերնդին։ Զուտ թանգարան չի լինելու, այն նաեւ լինելու է ուրեմն պրեզենտացիաների, հանդիպումների ուրեմն վայր, այն նաև կազմակերպելու ենք թանգարանի կազմով հետաքրքիր ցուցադրություններ, հետաքրքիր ուրեմն պլեներներ, նկարիչների միության հետ կհամագործակցենք, համայնքապետարանի հետ, այլ կառույցների հետ մենք կհամագործակցենք, որպեսզի թանգարանը զուտ որպես թանգարան չգործի, այլ նաև լինի շարժիչ, կապելով տարբեր քաղաքներից, ուրեմն ստեղծագործողների, երկրի տարբեր ծայրամասերից ստեղծագործողների եւ ես կարծում եմ, որ այդ մեկնարկը արդեն տրվել է։ Թանգարանի տարածքը 1987 թվականից եղել է նկարչի արվեստանոցը, իսկ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ծառայել է ապաստարան շենքի բնակիչների համար։ Այն հավակնում է դառնալ կապանցիների սիրելի վայրերից եւ Կապանի ամենաայցելվող մշակութային կենտրոններից մեկը, հանրահռչակելով ինչպես Հրանտ Դանիելյանի, այնպես էլ այլ հայտնի եւ երիտասարդ նկարիչների ստեղծագործությունները։ Յուրա Վահանյան, լուրեր։